Ես պարոն Մանասյան, այնուամենայնիվ Փաշինյանի ասածը մի փոքր մանրամասն եմ, նկատի ունի, որ պայքարի մեջ մտած թեկնածուները իրենք ունեն գույք, ունեն թալանած ինչ-որ հարստություն եւ ձգտում են ընտրվել, որպեսզի պաշտպանեն իրենց թալանածը։ Եթե այդ մարդիկ ունեն թալանած գույք էս մյուսը, այդ մարդիկ ինչի ձերբակալված չեն, այդ մարդիկ ինչի բանտերում չեն։ Դու հասկանում եք կամ ինքը իրեն է դժվար հասկացողի տեղ դնում, կամ մեզ է դժվար հասկացողի տեղ դնում։ Այնքեր, եթե կա միտեղ գույք թալանված, այդ թալանչին ազատության մեջ է, բանը գողերը ազատության մեջ են, գողոնը դեռ ետ կբերենք։ Ու հիմա ինչ ասում, գողերը որ գան իշխանության, գողոնը մենք չենք կարա հետ բերենք։ Նախ դու գնացեք գողերին բռնեք։ Նախ գողերին մեկուսացրեց, հետո խոսեք գողոնը հետ բերելուց։ Անհեթեթություն է ստացվում։ Գողերը ազատության մեջ են, մտնում են ընտրապայքարի մեջ ու ինքը գողերին մեղադրում է գողոնը բանը պահելու, պաշտպանելու, տենց ոնց կլինի։ Գողոնը պաշտպանելում գողերը մեղավոր չեն։ Մեղավորը դու ես երկու կետով, կամ որ գողերին չես բռնե, կամ որ ստախոս ես, նրանք գող չեն, ստախոս ես, գող չեն, քեզ ձեռա տալի այդ բևեռացումը ստեղծել եւ այդ ֆոնին, այդ սև սպիտակ ձևակերպելով գալ վերստին իշխանության, որտեղ տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ դու ով ես իջևանցի, ինչ կապ ունես այդտեղ, ոչ մի կապ։ Ես ուզում եմ մենք կենտրոնանանք նաև Փաշինյանից ստանալիքի վրա Ռուսաստանի կողմից դուք ասացիք առաջին հարցին պատասխանելով, հիմա ուզում եմ հասկանալ հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում ես թե այս Փաշինյանից ստանալիքը տեղավորենք, ինչ է ստացվում հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը, այդ խնդիրները, որոնք կան, սրանք արհեստական են, ինչպես շատերն են գնահատում, ներկայացում են, թե ոչ, իրականություն է եւ Փաշինյանը այսպիսով փորձում է խուսափել այդ ստանալիքը տալուց։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանը այն կամային անձնավորությունն է, որը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարա այդպես խորը ստրատեգիական ուրեմն պլանավորում իրականացնի եւ ինչ որ ուղղություն վերցնի եւ այդ ուղղությունով գնա։ Պահի ազդեցության տակ պատեհապաշտությամբ դասավորված քայլեր են։ Ուկրաինայում Ռուսաստանը միջև Ուկրաինան Ռուսաստանը սեղմում էր լրիվ Ռուսաստանի հլու հնազանդ հետ պատերազմյան շրջանում հլու հնազանդներ։ Ուկրաինան սկսեց դիմավորվել Ռուսաստանի գործերը խառնվան, դարձավ արդեն մի քիչ ավելի Ռուսաստանի դեմ հորթու-բորթով խոսալու։ Հեսա Թրամփը կգա Ռուսաստանի գործերը ինչ որ չափով կկարգավորվեն, նորից գնալու է հպատակի ձևով խոնարհվի, ընդունի այն ամեն ինչը, ինչ Ռուսաստանը պահանջի, պարտադրի։ Այդ ընթացքում մի քանի կոսմետիկ քայլեր հապկում սարեցնում ենք, բայց դուրս չեն գալիս։ Չգիտեմ, իբրե թե դիվերսիֆիկացնում ենք տնտեսությունը, բայց ավելի խորանում է Ռուսաստանի հետ տնտեսական ուրեմն կախվածությունը, ու այսպես բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ հա սահմանին հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանին սահմանապահների ինչ որ կոնտինգենտի փոփոխություն հայ-իրանական սահմանից բայց դա էլ պետք է հաշվի առնենք, որ երկկողմանի հարց է, նաև Իրանի կողմից է, այստեղ քայլեր որոշակի եւ եկեք նաև հաշվի առնենք, որ առնվազն արևմուտքից Միացյալ Նահանգներից մեծ կախվածություն ունի Հայաստանի Հանրապետությունը եւ այն կողմից ճնշումներին էլ ինչ որ կերպ Նիկոլ Փաշինյանը պիտի բավարարի։ Այսինքն դա ոչ թե Հայաստանի Հանրապետության սեփական ворթեգրած քաղաքականությունն է, այլ որ կողմից շատ են ճնշում, այդ կողմին ինչ որ կոսմետիկ բաներով բավարարում է։ Որ կողմից քիչ են ճնշում, այդ կողմի վրա ավելի այսպես հոխորտալով է արտահայտվում։ Ընդհանրեն այսքան բան, բայց սա ինչով է վտանգավոր, որ այս ճնշումները փոփոխական, այսպես ալիքաձև ընթացքով շարունակվելու է։ Եվ մենք ինչ չենք ունենալու կայուն քաղաքական սուվերեն որոշում, ինչ որ ճանապարհ ընտրելու եւ մեր խնդիրները լուծելու։ Մենք այսպես պիտի անընդհատ եղանակից կախված, հա, չգիտեմ, կլիմայից կախված, մենք այսպես լինենք, մենք այնպես դասավորվենք, մենք նրա պահանջները բավարարենք, բա մեր պահանջներն ով պետք է բավարարի, բա մեր խնդիրներն ով պետք է լուծի։ Էս է հարցը, ու Ռուսաստանին էլ է սա հարմար։ Արևմուտքին էլ է սա հարմար։ Ոչ ոքին, թե Արևմուտքին, թե Ռուսաստանին, պետք չի որ այստեղ լինի սուվերեն իշխանություն։ Այստեղ պետք է լինի մարմնավաճառ։ Մեկը վախացնելով կօգտվի նրա ծառայություններից, մեկը վճարելով կօգտվի նրա ծառայություններից, բայց նրանցից եւ ոչ մեկը չի ուզում անկաշառ, չվաճառվող մեկը լինի այստեղ, ում հետ արդեն
մի քիչ ավելի դժվար է լինում հարաբերությունները, ում հետ պարտավորությունները պետք է կատարես։ Այդպիսի մեկին ոչ արևմուտքն է ուզելու ուշադիր, ոչ Ռուսաստանը, ոչ էլ ինչ որ մեկը։ Նրանց բոլորին պետք է մեկը լինի այստեղ մարմնավաճառ ու վախկոտ, որ փողով ու վախացնելով իրենց ծրագրերը իրականացնեն, կախված աշխարհքաղաքական կոնտեքստից։ Թրամփը եկավ, այս մի ձևով կիրականացնեն, կփոխվի կգնա, այն մյուսը կգա, այն ուրիշ ձևով կիրականացնեն։ Արանքում մենք ենք մնալու, այն համբերահատ եղածները արտագաղթելու են, մնացածները անիծելու են իրենց բախտը կամ հակառակը, թքելու են ամեն ինչի վրա, դառնան ծայրահեղ ապաքաղաքական ժողովուրդ, իսկ ապաքաղաքական ժողովուրդների սպառնում է ինչ որ մեկի կազմ մտնելով կորցնել սուվերենությունը։ Այս ձեր ասացի համատեքստում Բաքուն կամ Ալիևյան ռեժիմը ավելի շահեկան դիրքերում է եւ նաեւ ուզում եմ պատասխանեք, արդյոք Փաշինյանից ստանալիքը կապված է այդ միջանցքի հետ, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք, եւ եթե Ռուսաստանը իր ձևով է հարցը լուծում այս իշխանությունների հետ, արևմուտքը իր ձևով, սա նշանակում է, որ դեռ միջանցքը մենք կհաջողվի պահպանենք, չտրվի այնպես, ինչպես պատկերացնում են կողմերից յուրաքանչյուրը։ Տեսեք, միջանցք չտալու հնարավորությունը կամ հիմա կամ հետո լուրջ արճակատում Ադրբեջանի հետ, եթե դա այդպես անշրջելի բան է, որ պիտի տանք։ Դա արճակատում է, դա ոչ ասել է նշանակում։ Հետի առաջի, ոչ պիտի ասես։ Ռուսաստանի հետ ես չեմ կարծում, որ միջանցքի հարցն է։ Միջանցքի հարցը դա ավելի շատ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապված հարց է։ Իհարկե, այդ հարցում Ռուսաստանը ուզում է լինի փայատեր, բայց Ռուսաստանը այդքանով չի սահմանափակում։ Ռուսաստանի հարցը միութենական պետություն ձևավորելն է եւ որոշակի միության մեջ այսպես երկրների սուվերենությունը մասնակիորեն վերցնելը, մասնակիորեն, սովետական միության ժամանակ էլ ինչ որ բաներ դու տեղում էիր որոշում, ինչ որ բան կենտրոնում Մոսկվայում։ Հիմա ավելի մեծ սովետական միության համեմատ ավելի մեծ սուվերենություն կլինի, ավելի մեծ տեղում որոշելու հարցեր կլինի, բայց վերջին հաշվով այստեղ դու որ կարգի դերակատար ես եւ արդյոք դու ուզում ես մտնել այդպիսի միության մեջ։ Դու ուզում ես, դու մտածել ես այդ ուղղությամբ։ Սա միայն Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, սա մեզանից յուրաքանչյուրին է վերաբերում։ Ժողովուրդ ջան, դուք ուզում եք պետություն, թույլ տվեք ստե մի քիչ խորանամ։ Ստե շատ լավ է, հիմա դաշտը բաժանված է պրոռուսական եւ պրոարևմտյան ուժերի, բայց ես երկուսին էլ պիտի հիմի կշտամբեմ։ Դուք երկուստ էլ հակապետական եք։ Ինչու? Որտեղ դուք երկուստ էլ ոչ թե ձեր սեփական պետությունն եք ուզում, այլ դուք երկուստ էլ մտածում եք ով պիտի մեր տերը լինի, մեր հովանավորն ու պաշտպանը լինի։ Հասկանում եք տարբերությունը։ Լինել պրոարևմտյան դե չի նշանակում անկախ Հայաստանի կողմնակից։ Դուք հավատում եք անկախ Հայաստանին։ Իրոք հավատում եք անկախ Հայաստանին։ Թե դուք հոգու խորքում գիտեք, որ անկախ Հայաստան հնարավոր չի, սուվերենություն, գերիշխանություն այս տարածքում հնարավոր չի, եկեք մեկի պոչը բռնենք, որ մեր հարցերը լուծենք։ Եկեք մեկին գնանք դառնանք, այսպես կցորդ, պրիցեպ։ Եկեք ճիշտ հլը խոսանք, մի հատ նայեք այդ մարդկանց, այդ մարդիկ անկախ Հայաստան ճանաչում են, եթե ճանաչում են, ուրեմն այդ արևմուտք, Ռուսաստան, արևմուտք, արևելք, այս դիլեման պետք է մեր առաջ կանգնած չլինի։ Ամեն մեկի հետ այնքան ենք հարաբերվում, որքան մեր շահերը հնարավոր է սպասարկել, որքան մեր քննիները լուծվում են, որքան մեր կարիքները բավարարում են։ Ռեալ օբյեկտիվ, ոչ թե երազանքների ուտոպիստական դաշտում։ Դուք հավատում եք անկախ Հայաստանի։ Բա որ հավատում եք, ո՞նց ես ասում, արևմուտքը չլինի, մեկ ասում արևմուտքը չլինի, մենք կորացենք, ռուսը մեզ կուտի, մեկն էլ ասում ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, մեկն էլ ասում չգիտեմ ինչը չլինի, ես իմով մեզ կուտի, հələ մի րոպե էլի։ Դուք հավատում եք այն բանին, որ ձեզ չեն կարա ուտեն։ Չեն կարա ուտեն։ Չեք ուտվի դուք չեք հանձնվի, դուք պատրաստ եք դիմադրել, պատրաստ եք կառուցել ձեր պատկերացումների երկիրը։ Այս շատ կարևոր հարց է։ Եթե դուք դա պատկերացնում եք, այս երկիրն ունի ապագա։ Այս երկիրը իրոք ունի ապագա։ Ու այս երկրի հետ դժգոհությամբ, այդ տեսակ երկրի հետ դժգոհությամբ, բայց համագործակցող ուժեր կգտնվեն։ Անպայման կգտնեմ, աշխարհում կա Չինաստան, կա Միացյալ Նահանգներ, կա Իրան, կա Թուրքիա, կա դուք այդպեսին ուզում եք, ստեղ մի րոպե, երկու բաներ պետք է իրարից տարբերել։ Ժողովուրդ, ով ուզում է ինքը իր ճակատագրին տնօրինի, եւ ժողովուրդ, ով սպասում է իր տերը, իրանց միջի, չգիտեմ, մի հոգի հզոր, հովիվ, չոբան, իրենց որ ուղղությամբ կառաջնորդի։
Մեր ժողովուրդը չոբան չի սիրում։ Ինքը ուզում է ինքը լինի, դեմոկրատիա է սիրում, այսպես կոպիտ ասած։ Ադրբեջանցիների պարագայում իրենք չոբանին գտել են։ Եվ իրենք իրենց չոբանի հետ այս պահին ավելի արդյունավետ են աշխատում, նավթեր չմոռանանք։ Այսինքն բնական ռեսուրսները չմոռանանք։ Իրանի հետ սահմանը, Ռուսաստանի հետ սահմանը չմոռանանք։ Դրանք առավելություններ են, որոնք աշխարհ քաղաքական խաղերում ավելի է կուրսը բարձրանում։ Բայց նրանք իրենց չոբանին գտել են։ Մենք չոբան չենք ճանաչելու, չենք ընդունելու։ Նրանք Ալիևին պատերազմը, Հայր Ալիևին պատերազմը պարտված մեծարում էին։ Մենք Լևոն Տեր-Պետրոսյանին պատերազմը հաղթած կշտամբում ենք մինչև այսօր անիծում ենք։ Հա? Մի զգալի մաս։ Այսինքն նրանք չոբան սիրում են, ստեղ չոբան չեն սիրում։ Հարց չկա, չոբան չես սիրում։ Դու պետք է լինես դեմոկրատ ու քաղաքական ազգ։ Չոբան չսիրող ազգը մի դեպքում կարա գոյություն ունենա, սուվերենություն ունենալ։ Եթե ինքը մասնակցում է իր քաղաքականությանը, առնվազն գտրում ընտանեկան քվեարկում, տանը չի մնում։ Քաղաքականությունն է թելադրում, քաղաքականությունն է սովորում, պահանջներ է ձևակերպում, քվեարկությանն է մասնակցում, ոչ թե միտինգների բողոքում անիմաստ։ Հարցերը դնում է քվեարկության հանրակրվե քաղաքական ազգը քաղաքականություն է անում։ Եթե չոբան չես սիրում, բերում է մեկին որպես գործադիր առաջնորդ, ասում է 4 տարի ամերիկացիները, 4 տարի ասում է։ 4 տարի հետո կգաս, եթե լավն եք, մի 4 տարի էլ ժամանակ կտանք, բայց ոչ դրանից ավել։ Հայերի մտքով ասում է, որ Նիկոլը 7 տարի արդեն իշխում է, 7 տարին լրանում է էսա։ Եվ մի տարի է մնացել, որ ինքը համարվի ժամկետանց աշխարհի մասշտաբով, էլի այդ ժամկետը 8 տարուց են կողմ Ամերիկայում համարում են արդեն շատ է։ Ինչի, որտեվ քամակը սերտաճում է աթոռին, պաշտոնին։ 8 տարի հետո դի հանես, թե չէ կսերտաճի չես կարա հետո հանես։ Հիմա մարդիկ հասկանում են, որ մի տարի է մնացել, որ Նիկոլի նստատեղը սերտաճի է վարչապետի աթոռին։ Հասկանում են մի տարի։ Ավելին մի տարի հետո սանտրություն ալելու, Նիկոլը նորից տեխնացու է լինելու։ Այ քաղաքական ազգ դուք պատրաստ եք լինեք, չոբան չսիրող իմ ժողովուրդ։ Ես չեմ սիրում։ Մենք ենք մեր հովիվը, մենք ենք մեր առաջնորդը։ Դրա համար կարգ կա, ձև կա, հա, դեմոկրատիան, որն է, երբ որ ժողովուրդը ժամանակավորապես ընտրում է, ներկայացուցիչների, ովքեր իրականացնում են իր քաղաքականությունը, իրեն հաշվետվություն ներկայացնելով։ Այս շատ կարևոր է, այս սրանք իրարից տարբերել ու գնանք մեր քաղաքականությունն անենք։ Այսօրվա Նիկոլը այս չի, իր շուրջը այդ չեն։ Նախկին Քոչարյան, Սերժ Սարգսյան, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյան, իրանք արդեն հին են։ Նոր սերունդը այս ամեն ինչը հասկանալով պետքա խառնվի քաղաքականությանը։ Եթե դու չես քաղաքականություն անում, այսինքն որոշումներ կայացնում, քո փոխարեն այլոք կանեն, քեզ կներկայացնեն, կհրամցնեն իրենց որոշումը ու կասեն պետք է անես։